այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանը փորձում են լուծարել եկեղեցու հաստատում այդ կառուցվածքը ճիշտ հակառակ էֆեկտի են գնում եւ շատ արագ ամեն կիրակի ժողովուրդը համախմբվում է, ժողովուրդը մոբիլիզացվում է եւ ավելանում է բողոքները այդ ամենի դեմ։ Այն մարդիկ, ովքեր ամեն կիրակի գնում էին պատարակ, ուղղակի իրենց հավատքը արտահայտելու Աստծուն այսօր նպատակային են գնում եւ հստակ տեսնում են, թե որտեղ է չարի ու բարու սահմանը։ Եվ այս իմաստով նաեւ շատ շատերը, ովքեր մի քիչ զելանում, մի քիչ տերանում էին, սկսել են գնալ եկեղեցի, սկսել են ավելի շատ գտնվել աղոթական վիճակում, որովհետեւ հայը ինքնությամբ առանց հայ առաքելական եկեղեցու անավարտ է։ Խոշոր հաշվով պետք է այս ամբողջին գումարենք եւս մի բան, մենք գետնի վրա պայքարում ենք սատարելով հայ առաքելական եկեղեցուն եւ մեր սրբազաններին, բայց կա երկնային զորքը, որը իր գործը անպայման անելու է, որը եթե լռում է, հնարավորություն է տալիս զղջալու նրանց, ովքեր դեմ են ելել եկեղեցուն, որը եթե սկսես խոսել, կանգ չի առնելու ու մինչև վերջ է գնալու։ Այս ամբողջը մեզ դարձնելու է հետևի մեր արմատները եւ անխոս վերջում լույսը բացվելու է։ Իսկ մենք ոչ թե սատարում ենք, այլ կանգնած ենք մեր եկեղեցու, մեր հոգևոր առաջնորդների կողքին, ինչպես որ մեզ պատգամել են մեր պապերն ու նախապապերը։